Ղևտացիների գիրք, գլուխ 7, հատուցման պատարագ։ Նույն ձևով սա է հանցանքի պատարագի օրենքը, որ ամենասուրբ է։ Ողջակեզի մորթած տեղում պետք է հանցանքի պատարագը մորթեն, և նրա արյունը զոհասեղանի վրա շուրջանակի պետք է սրսկվի, և նրանից ամբողջ ճարպը, այսինքն դմակն ու փորոտիկը ծածկող ճարպը, պետք է մատուցի, և երկու երիկամներն ու կողի վրա եղած ճարպը և լյարդի վրայի թաղանթը երիկամների հետ մեկտեղ պետք է պոկի։ Քահանան զոհասեղանի վրա թող այրի սրանք, Տիրոջը որպես կրակով արված պատարագ, սա հանցանքի պատարագ է։ Քահանաներից ամեն մի արու պետք է ուտի այն, սուրբ վայրում պետք է ուտվի, քանի որ ամենասուրբ է։ Մեղքի պատարագը ինչպես որ լինում է, հանցանքի պատարագն էլ այդպես պետք է լինի։ Դրանց օրենքը նույնն է։ Այն քավություն անող քահանայինը պետք է լինի։ Եվ եթե մի քահանա որևէ մեկի ողջակեզն է մատուցում, այդ քահանան իր մատուցած ողջակեզի մորթին իրեն պետք է վերցնի, և թոնրի մեջ եփված ու սանի մեջ և տապակի մեջ պատրաստված ամբողջ հացի ընծան այն մատուցող քահանայինը պետք է լինի։ Յուղով շաղախված կամ անյուղ հացի ընծան Ահարոնի որդիներինը պետք է լինի, բոլորի բաժինը պետք է հավասար լինի։ Տիրոջը մատուցվելիք խաղաղության զոհի օրենքն այս է. եթե շնորհակալության համար է մատուցելու այն, ապա շնորհակալության զոհի հետ յուղով շաղախված անխմոր շոթեր, վրան յուղ քսված անխմոր լավաշներ և ընտիր ալյուրից յուղով հունձված շոթեր պետք է մատուցի։ Շնորհակալության համար եղած իր խաղաղության զոհի շոթերից բացի, խմորված հացի մի ընծա պետք է մատուցի, և դրանից, այսինքն բոլոր ընծաներից մեկ հատ բարձրացնելու ընծա պետք է մատուցի Տիրոջը։ Սա խաղաղության զոհի արյունը սրսկող քահանայինն է լինելու։ Եվ շնորհակալության համար իր խաղաղության զոհի միսը մատուցելու օրը պետք է ուտվի, մինչև առավոտ դրանից ոչինչ չպետք է մնացած լինի։ Իսկ եթե իր ընծան ուխտի համար է կամ կամավոր զոհաբերություն է, այն զոհը մատուցված օրը պետք է ուտվի, իսկ մնացածը պետք է հաջորդ օրն ուտվի։ Զոհի մսից երրորդ օրվան մնացածը կրակով թող այրվի։ Եթե երրորդ օրը խաղաղության զոհը ուտվի, ընդունելի չի լինելու, այն մատուցողի զոհ չի համարվելու, պղծություն է լինելու, ու դրանից ուտող անձն իր անօրենությունն է կրելու։ Որևէ տեսակի անմաքուր բանի դիպած միսը չպետք է ուտվի, պետք է այրվի կրակով։ Ինչ մսին է վերաբերում, մաքուր ամեն ոք կարող է ուտել դրանից, բայց այն անձը, որ իր անմաքրությունն իր վրա ունենալով Տիրոջ խաղաղության զոհից միս ուտի, այդ անձն իր ժողովրդի միջից պետք է վերացվի։ Որևէ տեսակի անմաքուր բանի, թե մարդու անմաքրության, թե անմաքուր անասունի և թե ամեն կերպ անմաքուր պիղծ բանի դիպչող անձը, եթե Տիրոջ խաղաղության զոհի մսից ուտելու լինի, այդ անձը ժողովրդի միջից պետք է վերացվի։ Տերը խոսեց Մովսեսի հետ ասելով. «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. երբեք արջառի կամ ոչխարի կամ այծի ճարպ մի կերեք, սատկած անասունի ճարպը ամեն տեսակի գործի համար կարող է գործածվել, բայց դրանից երբեք մի կերեք, քանզի ով որ Տիրոջը մատուցվելիք անասունի ճարպից ուտելու լինի, այն ուտող անձը ժողովրդի միջից պետք է կորչի։ Ձեր բնակավայրերում ուր էլ լինի, երբեք արյուն մի կերեք, լինի դա թռչնի թե անասունի։ Ով որևէ արյուն ուտի, այդ անձը պետք է իր ժողովրդի միջից կորչի։ Տերը խոսեց Մովսեսի հետ ասելով. «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. իր խաղաղության զոհը Տիրոջը մատուցողն իր խաղաղության զոհից պետք է բերի Տիրոջը։ Իր իսկ ձեռքով պետք է բերի կրակով Տիրոջը մատուցված պատարագները։ Կրծքի ճարպը պետք է բերի, որպեսզի կուրծքը որպես տարուբերելու ընծա տարուբերի Տիրոջ առջև։ Քահանան թող ճարպն այրի զոհասեղանի վրա, բայց կուրծքը պետք է Ահարոնին ու նրա որդիներին պատկանի։ Ձեր խաղաղության զոհերից աջ ուսը քահանային պետք է տաք, որպես բարձրացնելու ընծա։ Ահարոնի որդիներից ով որ խաղաղության զոհի արյունն ու ճարպը մատուցի, աջ ուսը նրա բաժինն է լինելու։ Քանի որ նրանց խաղաղության զոհերից տարուբերելու կուրծքը և բարձրացնելու ուսն Իսրայելի որդիներից վերցրել եմ և դրանք հավիտենական կանոնով Իսրայելի որդիներից Ահարոն քահանային ու նրա որդիներին եմ տվել։ Սա Տիրոջ պատարագներից Ահարոնին և նրա որդիներին տրվեց, որպես օծման բաժին, նրանց Տիրոջ քահանայություն անելու մոտեցրած օրը, որոնց օծված օրը Տերը հրամայեց, որ Իսրայելի որդիներից նրանց տրվի իրենց սերունդների հավիտենական կարգով։ Ողջակեզի հացի ընծայի մեղքի պատարագի, հանցանքի պատարագի, նվիրման և խաղաղության համար զոհեր մատուցանելու օրենքն այս է, որ Տերը պատվիրեց Մովսեսին Սինա լեռան վրա, այն օրը, երբ Իսրայելի որդիներին հրամայեց իրենց ընծաները Տիրոջը մատուցել Սինայի անապատում։